Ինչ բարդությունների հետ ես առնչվել արդեն իսկ որպես բիզնեսի ղեկավար, այլ ոչ բիզնեսի մեջ աշխատող մասնագետ։ Հաջողության գաղտնիքներից մեկը պատասխանատվությունն է, բայց դա միայն քիչ է, չէր լինի հաջողված, եթե չունենայի իմ կողքին սրտացավ ընտանիքի անդամներ, ընկերներ, հաճախորդներ, որի համար ես շատ շնորհակալ եմ բոլորից։ Երկու տարբեր ոլորտներում դու օգտագործում ես միևնույն բրենդային անուն։ Աղջկաս որոշումով ընտրեցինք Divine-ը, որը թարգմանությամբ լինում է աստվածային, իսկ աստվածայինը արդեն ասում է ամեն ինչ, չեմ կարծում չունենա հաջողություններ այդ անունը կրելով։ Վստահ։ Եթե խորհուրդ տայր մարդկանց, ովքեր որ դեռ վախենում են եւ չեն սկսել ոչ մի բան, վախենում են նախաձեռնություն անելուց, վախենում են առաջին քայլը անելուց, որը կլիներ քո խորհուրդը։ Մի վախեցեք, եթե ես կարողացել եմ, դուք հաստատ կարող եք, ոնց ասում են մեր ժողովուրդ, ռիսկը գործի կեսն է, մի վախեցեք, ռիսկով արեք։ Ողջույն Լիլիթ ջան, շատ շնորհակալ եմ իմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ Ստել ջան հրավերի համար։ Շատ ուզում եմ, որպեսզի մենք խոսենք քո բոլոր տարատեսակ ու բազմաբնույթ բիզնեսների մասին, որովհետև դու ինքդ քո տեսակով շատ ստեղծարար ես, շատ նախաձեռնող ես, շատ ռիսկով ես, որը բիզնես ոլորտում գործի կեսն է, երբ որ դու ունես այդ համարձակությունը սկսելու, ուրեմն անհնար է, որ հաջողությամբ չփսակվի այնինչ սկսել ես։ Ուզում եմ պատմես քո ճանապարհը սկզբից, երբ եւ ինչպես ծագեցին գաղափարները եւ այն պահը, երբ որ գաղափարդ արդեն վերածվեց աշխատանքի, գործի եւ հետագայում բիզնեսի։ Գաղափարը այն պահից ինձ մոտ առաջացավ եւ ամանորյան աժուտաժը սկսվել էր արդեն տանից տուն գնալը, հյուրընկալելը մարդկանց, մտածեցի մի բան պետք է ստեղծեմ, սկսենք երևի առաջինը թեյերի բիզնեսից, հա, քանզի առաջինը ունեցել եմ թեյերի բիզնես, հետո նոր գեղեցկության սրահ, մարդիկ գնում էին տներ, նվերներ էին տանում եւ մտածեցի մի բան պետք է ստեղծեմ, որը որ լինի յուրօրինակ, յուրահատուկ, թե աչքի, թե քիմքին հաճելի լինի։ Եվ եկա այդ այդեայով, որ պետք է թեյերը լինեն գեղեցիկ, առողջարար, որը որ հիմա վաճառվում է գրեթե բոլոր հայկական խանութներում։ Շատ կարևոր էր ինձ համար իմ ընտանիքի կարծիքը, որ կաշխատի այդ գործը, չի աշխատի, գեղեցիկ չէ, նկարեցի, սս մոտավոր հավաքեցի ինչ-որ մի տուփի մեջ, գեղեցիկ կառուցեցի եւ վիդեո նկարեցի, շատ փոքրիկ հատված եւ ուղարկեցի ընտանիքիս բոլոր անդամներին եւ սրտատրոփ սպասում է իրենց պատասխանին, թե ինչպես կլինի իրենց պատասխանը, արձագանքը կալածից լավ էր թե վատ։ Ես sense անհամբեր սպասում եմ եւ սկսեց տեքստերը գալ, որ վաու, այս ինչ գեղեցիկ է, այս ինչ սիրուն է, այս ինչ հաճելի է, գունեղ է։ Եվ այդտեղից ես հասկացա, որ այն իրոք կարող եմ ընտանիքը ոգևորել։ Հա, ընտանիքը ոգևորել, կարող է որպես բիզնես աճել եւ ներկայացնեմ իմ հայ ժողովրդին։ Արդեն քայլ առ քայլ գնացիք դեպի ընդարձակվելուն, տարածվելուն, դրանից հետո առաջացավ մեկ այլ գաղափար։ Սիրում եմ անընդհատ առաջ գնալ, ձգտումներ ունեմ շատ, սիրում եմ ձգտել, հասնել, պարտաճանաչեմ շատ, դրա համար փորձեցի մի այլ ոլորտում էլ ինձ։ Քեզ ավելի հոգեհարազատ ոլորտ է եղել, քանի որ ոլորտում բավականին երկար ժամանակ արդեն իսկ աշխատել ես, բայց դա չի եղել քո առաջի բիզնեսը, դա եղել է քո երկրորդ բիզնեսը, արդեն գեղեցկության սրահ բացելը։ Ինչ բարդությունների հետ ես առնչվել արդեն իսկ որպես բիզնեսի ղեկավար, այլ ոչ բիզնեսի մեջ աշխատող մասնագետ։ Փորձում եմ ամեն ինչ սահուն, գեղեցիկ ձևով մատուցել, թե աշխատողների, թե հաճախորդների հետ, որ բարդություններ չառաջանան։ Կարծում եմ դեռևս Փառք Աստծո չեմ ունեցել այդպիսի մի դեպք, որ անհանգստացնի ինձ։ Իսկ ինչ ես կարծում տվյալ ոլորտում հաջողության գրավականը հենց տրամադրվածությունն է քո, նաև թե ինչպես ես դու ընդունում բարդությունները, ինչպես ես դու վերաբերվում ցանկացած խոչընդոտի, թե ամեն դեպքում կա հաջողակ լինելու զգացումը, հա,
բիզնեսում շատ հաճախ լինում է, որ դու հաշվարկներդ անում ես, բայց միևնույնն է հաջողությունը չի ժպտում։ Ինչքան էլ որ փորձում ես ճիշտ հաշվարկներդ կարգավորես, տեղավորես, բայց չի ստացվում ինչ-որ մի բան։ Կարծում եմ լինել պարտաճանաչ եւ տրամադրվածություն ունենալ մարտական, կարելի ասել, քանզի մարտական լինելը շատ կարեւոր է։ Դու պետք է միշտ պատրաստ լինես թե հարվածների, թե վերելքների, բայց չպետք է գայթակղվես այդ վերելքներով, քանզի ընկնելը շատ ավելի ցավոտ է լինելու։ Դրա համար դու պետք է փոքր քայլերով, բայց ավելի ուժեղ կայուն քայլելով առաջ գնալը դա ամենակարևոր հանգամանքներից է, կարծում եմ, բիզնես ունենալու առաջ գնալու համար, որը որ ես դրանով եմ առաջնորդվում ու կարծում եմ բավականին ստացվում է ինձ մոտ։ Դու խոսեցիր աշխատանքի մեջ ունեցած խոչընդոտներից ու հարվածներից։ Ուզում եմ մտաբերես, հիշես դեպքեր, որոնք որ գուցեև շատ բարդ են եղել, բայց դա հաղթահարելուց հետո հասկացել ես, որ եթե սա անցկացրել եմ, նշանակում է բիզնեսը պետք է ունենա հաջողություն։ Միայն եւ միայն իմ խնդիրները կապված են ժամանակի եւ հասցնելու հետ, հատկապես տոնորերին, երբ որ թե գեղեցկության սրահում աժուտաժետիրում, թե խանութներում մեր աժուտաժետիրում ես փորձում եմ համ թեերը հասցնել, թե գեղեցկության սրահի հետ կապված գործերը հասցնել, դրա համար ինձ համար շատ դժվար է ժամանակը ճիշտ կառավարելը, որ բարդույթների չհանդիպեմ։ Ինչումն է գաղտնիքը, որ կարողանում ես ճիշտ բալանսավորել երկու աշխատանքները եւ անձնականը։ Լինել պարտաճանաչ։ Եթե ես կարողացել եմ, կարծում եմ բոլորը կկարողանան, պարտաճանաչ լինելը համար 1 առաջի գաղտնիքն է հաջողակ բիզնես ունենալու։ Մենակ դա բավական է։ Կարծում եմ այո։ Պարտաճանաչ լինելը, որովհետև շատ գումար պետք չի։ Ես հենց դա էի ուզում լսեի, որովհետև շատ բիզնեսներ սկսելու համար դու ամեն դեպքում որպես ստարտափ կարիք ունես ինչ-որ հիմնական սկզբնական ներդրման, հա? Բայց ես ոնց հասկանում եմ, այն ինչ-որ դու ի սկզբանե սկսել ես շատ մեծ ներդրման խնդիր չէր, ավելի շատ գաղափարի իրագործելու խնդիր էր, որը հաջողությամբ է պսակվել, որովհետև գաղափարը սիրել են։ Դրանից հետո մի փոքր ավելի մեծ քայլ ես արել, բայց դա արդեն ներդրումային ինչ-որ ծրագիր է։ Նրա բազայի հիման վրա արդեն գնացել ես ավելի երկրորդ քայլին, որն է երրորդ քայլը լինելու։ Այո, արդեն կա, ծնվել է երրորդ գաղափարը, բայց շուտով կիմանա հանրությունը դրա մասին, դեռևս փակագծերը չեմ ուզում բացել։ Շատ լավ։ Բիզնեսը համարում ես կայացած այն դեպքում, երբ այն արդեն ֆինանսապես քեզ եկամուտ է բերում, թե ունի ճանաչում, թե ունես ու պարզապես ուրախ հաճախորդներ, ովքեր որ բավարարված են այն ապրանքով, արտադրանքով, ինչը որ դու ստեղծում ես։ Բնականաբար 3-ը մեկում։ Եթե գումար չլինի, բիզնեսը չի կարող կայացած համարվի։ Եթե չլինեն հաճախորդներ, բնականաբար չի լինի գումար եւ կայուն բիզնես դա չի կարող լինի։ Սիրված հաճախորդներ ունենալը, ուրախ հաճախորդ ունենալը եւ հաճախորդին գոհ պահելը ամենակարևոր բաներից մեկն է։ Դրա հետքից գումարը ամենակարևոր բաներից է, որ պետք է լինի։ Էլ ինչա պետք, որպեսզի բիզնեսդ համարվի հաջողված եւ կայացած արդյոք դու միայնակ քո պոզիտիվ վերաբերմունքով եւ պարտաճանաչությամբ կարող ես գործի դնել եւ ի կատարածել այն ամենը, ինչ որ պլանավորում ես եւ միայնակ հասնել հաջողության։ Հաջողության գաղտնիքներից մեկը պատասխանատվությունն է, բայց դա միայն քիչ է, չէր լինի հաջողված, եթե չունենայի իմ կողքին սրտացավ ընտանիքի անդամներ, ընկերներ, հաճախորդներ, որի համար ես շատ շնորհակալ եմ բոլորից։ Իսկ երբ որ հայացք ես հետ գցում արդեն իսկ անցած ճանապարհին, կա ինչ-որ քայլեր, որոնք որ արել ես, բայց եթե հետ գնայր, ժամանակը հետ տայր, տվյալ գործողությունները չէիր անի, տվյալ քայլերը չէիր անի։ Եթե այսօր եկե հասել եմ ստեղ այս արդյունքի, ուրեմն պետք է անցնեի այդ ճանապարհը, որ հասնեի այս արդյունքի։ Եթե փոխեի ինչ-որ մի բան, հնարավոր է շատ փոփոխություններ լիներ, հենց սենց էլ շատ լավ է։ Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ որ ունեմ։ Իսկ եթե խորհուրդ տայր մարդկանց, ովքեր որ դեռ վախենում են եւ չեն սկսել ոչ մի բան, վախենում են նախաձեռնություն անելուց, վախենում են առաջին քայլը անելուց, որը կլիներ քո խորհուրդը։ Մի վախեցեք, եթե ես կարողացել եմ, դուք հաստատ կարող եք, ոնց ասում են մեր ժողովուրդ, ռիսկը գործի կեսն է, մի վախեցեք, ռիսկով արեք։ Երկու տարբեր ոլորտներում դու օգտագործում ես միևնույն բրենդային անուն։ Ինչպես ծագեց անվան գաղափարը,
Եվ ինչու Divine։ Դա եղել է աղջկաս գաղափարը, քանզի ես որոշել էի թեյերի բիզնեսը կոչել աղջկաս անունով, Emily-իս անունով, ինքը դեմ էր իր անունը բիզնեսին կցել, իր որոշումն է եղել, ունեինք մի քանի տարբերակներ, աղջկաս որոշումով ընտրեցինք Divine-ը, որը թարգմանությամբ լինում է աստվածային, իսկ աստվածայինը արդեն ասում է ամեն ինչ, չեմ կարծում չունենա հաջողություններ այդ անունը կրելով։ Վստահ։ Ստելա ջան, մի փոքրիկ նվեր եմ քեզ համար պատրաստել մեր արտադրամասից, փորձիր, շատ առողջարար է։ Հույսով եմ, որ կսիրես։ Վստահ կսիրեմ, փորձել եմ եւ շատ սիրում եմ։ Վայ, Շնորհակալ եմ շատ։ ես էլ եմ շնորհակալ։